Եղիա Տնտեսյանը հետարքիր կերպար է, ցավոք ոչ այնքան ծանոթ այսօր մեր հեռուստադիտողին, նա վախճանվել է ընդամենը 47 տարեկանում Օսմանյան բանտում եւ հաճախ այն պնդումները, թե Պոլսի իրականության պայմաններում բոլոր հայերի համար ապահովված էին գերազանց պայմաններ, իրականությանը չի համապատասխանում հենց նրա օրինակով, որովհետեւ նա այն անձնավորությունն էր, որ առաջինն է հայ իրականության մեջ զբաղվել համակարգային ձևով խազերի ուսումնասիրությամբ եւ դասակարգման փորձ է կատարել կոմիտասից առաջ նույնիսկ չհարմարվելով թուրքական պետական գաղափարախոսությանը եւ չսպասարկելով պետական այն օրակարգը, որ օրինակ 1880 թվականից արգելում էր Հայաստան բառի կիրառումը առհասարակ եւ այդպիսի օրենք էր նույնիսկ ընդունել Աբդուլհամիդ II սուլթանը, նա համարձակվեց նման պայմաններում հայկական փաստորեն նոր երկարան հրատարակել եւ այդ երկարանի մեջ զետեղեց օրինակ Միքայել Նալբանդյանի ազատություն բանաստեղծությունը եւ նաեւ Մարսելեզի ֆրանսիական ներկայիս օրներգի եւ ֆրանսիական հեղափոխության 1789 թվականից սկիզբ առած հեղափոխության այդ երգը ներառեց այստեղ եւ նրան ազատության երգիչ էին սկսել համարել, այս ամենը չներվեց նրան, ձերբակալվելով ընդամենը իր ստեղծագործական գործունեության համար ընդամենը 1 տարի անց բանտում կհքեց իր մահկանացուն։ Եղիա Տնտեսյանը այն անձնավորությունն է, որ դեռևս Կոմիտաս վարդապետից տարիներ առաջ 1869-ից 71 թվականներին առաջին անգամ հայկական փաստորեն լուծումներով գրի է առել հայկական շարակնոցը եւ այս առումով իհարկե բացառիկ գործ է արել, մինչ այդ նա ուսումնասիրել է Երուսաղեմի եւ Սուրբ Էջմիածնի ձեռագրատներում պահվող խազագրական մեր ժառանգությունը եւ փորձել դրանից համապատասխան հետեւություններ անելով փաստորեն տալ իր ժամանակաշրջանի երկեցողության կանոններին եւ նոտագրության պատկերացումներին համապատասխան լուծումներ։ Այս ամենից հետո նա 1874 թվականին հրատարակել է մի կարևոր ժողովածու, որտեղ Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր երկեցողության փաստորեն ընդհանրական մի ժողովածու է ստացել, որը իր այդ ժամանակաշրջանի լուծումներով յուրօրինակ էր եւ առանձնահատուկ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։